Սյունյաց աշխարհի անբաժանելի մեկ մասն է Զանգեզուրը։ Իսկ ուր եկած է այս անվանումը։ Զանգեզուր։ Սյունիքը միշտ էլ մեր թշնամիներուն համար եղած է քրավիչ շրջան, եւ շատեր փորձած են դիրել անոր։ Սակայն իմաստությամբ, միասնականությամբ ու քաջությամբ մենք միշտ էլ գրծած ենք զայն բահել։ Գպատմվի, թե երբ Լենգտիմուր հայտնի զավթիչը կփորձե քրավել Հայաստանը Սյունիքի կողմեն, միշտ կհանդիպի ուժեղ դիմադրության։ Հայերը մշտապես պատրաստ տեսնելը զինք հատկապես կզարմացնե։ Լրդեսի մջամփով կգիտնա, թե հայերը արթուն բահողը խոտ գյուղին մոտ գտնվող վանքին մեծ զանգն է։ Վանքին վանահայրը երբ նկատե թշնամիին մոտենալը, կհնչեցնե վանքին զանգերը, որ մի հետ ամբողջ շրջանը կվերածվի մեծ բանակի մը։ Վանքին զանգը ահազանգի նշանակություն ունի։ Իմիջի այլոց որոշ աղբյուրներ կհայտնեն, թե այդ լրդեսը հայ մներ։ Իշխանը, որ պահպանելու համար իր կյանքն ու ունեցվածքը կհոժարի օգնել Լենգտիմուրին եւ լրացնել վանքին զանգը։ Անգետ նկատելով, որ Լենգտիմուրի զորքերը կմոտենան շրջանին, վանքի վանահայրը կթելաթրի քաշել զանգը։ Սակայն զանգին ցայնը չի հնչեր։ Ժողովուրդը չի հասցնի պատրաստվելու եւ հանգարձակիի եկած սպանթի կենթարկվի։ Լենգտիմուր կգրավի ամբողջ երկիրը։ Մարդիկ իրարու կհարցնեն. իսկ ինչու զանգը չհնչեց։ Որովհետև զանգը զուր է, զանգը զուր։ Ատկեյետք Սյունյաց աշխարհի այդ անգյունը Զանգեզուր կգոչվի։ Զանգեզուրը իհարկե հետակային գազադակրվի թշնամիներեն եւ կմիանա անկախ Հայաստանին։ Լավ եղեք։ Հաջողություն բոլորիդ։